Մենք վերադարձանք, ասենք, որ դեկտեմբերի 31-ին առավոտյան շանթումը եթերում կլինի սովորականից շատ ավելի երկար, ու այդ օրը ոչ թե սովորական, այլ տոնական թողարկում ենք ունենալու։ Վաղ առավոտից մեզ են միանալու հայտնի ու սիրված երգիչներ, հաղորդավարներ, ովքեր իրենց կատարումներով, շնորհավորանքներով էլ ավելի բարձրացնելու են ամանորյա տրամադրությունը։ Այդ օրը մեր եթերում իրենց կատարումներով կլինեն նաև As Vocal Studio-ի սաները։ Մեր տաղավարում է ստուդիայի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ավետիսյանը, Մանե Մաթևոսյանը, Սաներ Դանիել Ավետիսյանը, Լիան Նիկողոսյանն ու Աննա Բադալյանը։ Բարի առավոտ բոլորին։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ 2025 թվականը ավարտվում է։ Եկեք մի փոքր ամփոփենք եւ 2025-ը եւ ընդհանրապես ամփոփենք, թե As Vocal Studio-ն որքանով այս տարին կարող է համարել կայացած եւ ինչ ձեռքբերումներ ունեցաք։ Ոյ, ձեռքբերումները կարծում եմ շատ են։ Թող պատմի Սարգիսը։ Այո, շատ են, ինչի որովհետև ամեն տարի մենք ունենում ենք հեղինակային երգեր, տեսահոլովակներ, շատ համերգներ։ Այս տարվա ձեռքբերումը 25 թվականի մարզամերգային համալիրն էր, առաջինը մեծ մենահամերգային, իմ սաների հետ միասին եւ բազմաքանակ հեղինակային երգերը, որոնք որ նաև տեսահոլովակներով ներկայացրել ենք։ Սարգիս, ինչքան ժամանակ է ինչ կա As Vocal Studio-ն։ Արդեն 2018 թվականից մինչ օրս կա ու սկզբում չէի ուզում որ լիներ։ Դե երեխաների հետ աշխատելը շատ դժվար է։ Շատ պատասխանատու, շատ պատասխանատու։ Այդ պատճառով չէր ուզում։ Իսկ Մանեն ինձ համոզեց։ Պատասխանատվությունը շատ մեծ է իրականում կրթել սերունդ։ Աշխատում ենք բալիկների հետ, ում հոգեբանությունը շատ փխրուն է, փորձում ենք մանկավարժորեն մոտենալ, այդ էր որ խանգարում էր Սարգիսին այդ միտքը իրականացնել, բայց փորձեցի համոզել, քանի որ մինչ այդ գործում էր իմ Պարի դպրոցը Everyday Studio-ն 2 տարի, այս տարի լրանում է մեր 10-ամյակը։ Եվ կարծես թե դուք միավորեցիք այո, երգը եւ պարը գումարեցինք եւ ստացանք շատ հետաքրքիր գույն միքս, որը կարծում եմ հանդիսատեսը տեսնում է ու սիրում է այդ ֆորմատի մեջ մեզ տեսնել։ Որն է գաղտնիքը 500-ից ավել սաներ։ Մենք գիտենք, որ շատ կան դպրոցներ, հա, բայց 10 կամ 15 երեխա ունենալն անգամ դժվար է, քանի որ ծնողը պատրաստ չէ իր երեխային վստահել, ամբողջությամբ այսպես կարողանալ մասնակցել բոլոր արարողություններին եւ միևնույն ժամանակ տարիներ շարունակ լինել այդ խմբում, շարունակել, խմբի հետ աշխատել ու ստեղծագործել։ Որն է ձեր գաղտնիքը, այսքան երեխա 500-ից ավել, դա բավականին մեծ թվի մասին ենք խոսում եւ այն էլ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մարզերում։ Այո, շատ պարտավորեցնող է իհարկե։ Գաղտնիք որպես այդպեսին չեմ կարող համարել, բայց կարծում եմ մոտեցումն է այստեղ գուցե ճիշտ, չեմ ուզում մեզ գովել, այդպես չստացվի, բայց փորձում ենք այսպես անել ընդունելությունը մեր դպրոց, ընդունել այն երեխաներին, ովքեր բացառապես ունեն տվյալներ, երգել կարող են, ունեն երաժշտական լսողություն, դա ամենաառաջնայինն է մեզ մոտ, որովհետև եթե չկա տվյալ, ապա մենք չենք կարող այդ երեխային արդյունք տալ։ Դա կարելի ասել ժամանակի կորուստ եւ դա իհարկե ծնողը նկատում է, մյուս ծնողն է նկատում եւ այսպես մեկը մյուսին ուղղորդելով, խորհուրդ տալով մեր դպրոց շատ անում ենք, զարգանում ենք, իսկ երեխաներին ներկայացնում ենք ոչ թե 2 ամիս հետո կամ 3 ամիս հետո, դա ոչ պրոֆեսիոնալ է կարծում եմ, այլ գոնե մինիմում 1 տարի, 2 տարի, որպեսզի հասնի երեխայի ձայնը միանշանակ մշակվել։ Թե երգի մեջ, թե պարի մեջ այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Ես միշտ ասում եմ, երգելը դեռ քիչ է, որովհետև երգելու հետ միասին պետք է լինի շարժում, այ պարը։ Այո։ Երգելու հետ միասին, այո, ժամանակակից մեր այս դարում, հա, առաջ կարող ենք դասականը ինչպես էլ չէ կանգնում էր եւ երգում էր միկրոֆոնը դիմացը դրված, իսկ հիմա մեզ ավելի շոու է պետք, ինձ կարծում եմ, որովհետև մենք ցանկանում ենք տեսնել ավելի sense հեքիաթային ինչ-որ մի բան։ Ու երեխաները նույնպես, ես շատ եմ ուրախանում այդ փաստով, որ երեխաները օրինակ դպրոցում կամ չգիտեմ մանկապարտեզում տեսնում են մեր փոքրիկների կատարումները ու իրենք էլ են փորձում նմանակել, դա արդեն մեծ հաջողություն է ինձ համար։
Ելույթները երբ նայում ես, հասկանում ես, որ ամեն բան մտածված է, հա, կոշիկից մինչև մազի ծայրը, դա շատ կարևոր է։ Այ ես եմ ուզում ասել, որ 21-րդ դարում 2025 թվականին ուղակի երգելը այլևս ակտուալ չէ։ Մենք գիտենք շատ ու շատ հիանալի երգիչներ, ովքեր որ չունենալով մնացած բոլոր հատկությունները ստվերում են մնացել։ Այ երբ նայում ենք ձեր կատարումները կամ ես առիթ ունեմ անընդհատ շփվելու ձեր խմբի հետ, ուղակի հիանում ես, որովհետև հասկանում ես ամեն բան մտածված է եւ շատ պրոֆեսիոնալ է մտածված, հա, այսինքն բակի կոշիկը երբևիցե չէր կարող լինել բեմի կոշիկը եւ դա շատ նկատելի է։ Շնորհակալություն։ Եկեք առիթը բաց չթողնենք եւ ասենք թե ինչպես կարող են մարդիկ նաեւ դառնալ ձեր սանը, որտեղ վստահ հիմա շատերը կտեսնեն երեխաներին, հեսա կդիտենք մի հիանալի տեսահոլովակ եւ շատերը կուզենան ուղակի դառնալ As Vocal Studio-ի մի փոքրիկ մասնիկը։ Ինչպես կարող են։ Մեզ միանշանակ կարող են փնտրել Instagram-յան կայքով, Facebook-յան կայքով, As Vocal Studio կամ Every Dance Studio փնտրելով, զանգարել նշված հեռախոսահամարին, մեզ մոտ ընդունելություն է լինում է տարվա մեջ 2 անգամ, սեպտեմբերին եւ հունվար ամսին, յուրաքանչյուր, այսինքն տարվա կիսամյակի սկիզբ։ Արդեն հեսա հունվարն է մոտենում, մենք այսօր կարող եք ակտիվ մանգալ, իդեպ ասեմ, որ շատ ակտիվ եք նաև Instagram-ում, Facebook-ում եւ նաև YouTube-ում, հիմա խոսենք նաև դիտումներից, բայց մինչ այդ այս գեղեցկուհիները եւ այս երիտասարդը նայում են ինձ եւ սպասում են եւ երբ եմ ես նրանց ինչ-որ բան հարցնելու։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Ողջույն, կպատմեք մի փոքր ձեր մասին։ Ողջույն, ես Լիան եմ։ Արդեն 7 տարի է ինչ ես հաճախում եմ As Vocal Studio եւ չեմ ուզում առիթը բաց թողնել եւ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի Սարգիս Ավետիսյանին եւ Մանե Մանթևոսյանին։ Շնորհակալ եմ այն հնարավորությունների համար, որ դուք ինձ տվել եք։ Ու առհասարակ շատ շնորհակալ եմ ձեզ։ Դուք ցույց եք տվել ուսուցչի իրական դերը։ Դանիել։ Ողջույն, ես Դանիել Ավետիսյանն եմ։ Երգել սկսել եմ 5 տարեկանից, արդեն հաճախում եմ 3 տարի։ Իմ առաջին հեղինական երգը եղել է իմ Մեսրոպ Մաշտոցը, որի հեղինակն է իմ հայրիկը, Սարգիս Ավետիսյանը։ Այսինքն քեզ մոտ գեղեցիկ է երգելը, հա, Դանիել։ Իմ առաջին մեծ բեմելը եղել է մարզահամերգային համալիրում։ Դու որ մարզահամերգային համալիրից սկսել ես, ուր կհասնես, Դանիել։ Աննա։ Ողջույն, ես Աննա Բադալյանն եմ, արդեն 7 տարի է հաճախում եմ As Vocal եւ Every Dance Studio։ Every Dance Studio ավելի շուտ եմ եկել, բայց As Vocal տեսա, որ կար մի տեղում էր ու գնացի, որ ընդունվեմ։ Այդ ժամանակ ճիշտ այդքան շատ ձայնի տվյալներ չունեի, ընկերս ասում էր չէ, հետո ընկերմանեն համոզեց, ես շատ շնորհակալ եմ ընկերմանեին, որ հիմա ես կողքին եմ։ Ուզում եմ մի բան էլ ասեմ, որ լիքը տեղեր, այսինքն ստուդիաներ, կան էլի դասատուներ, որ իրանց տեսնում ես, բայց ես որ նայում եմ մեր դասատուներին, իրանց նմանը չկա, իրանք վերաբերվում են մեզ, ոնց որ իրենց երեխաներին։ Հիանալի, հիանալի։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք հիմա գնանք դիտենք տեսահոլովակը, ինչի մասին կխոսենք դեռ, կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։ Amanor
սրտում պահած երազանքներ լուր սպասում ենք բոլոր տարին միավորից սիրող սրտերին Նոր տարին ինչքան սիրուն է տեսում արդիկ իրար սիրում են Ուսում եմ գոռալ որ քեզ սիրում եմ ամեն տարի ավելի Նոր տարին ինչքան սիրուն է տեսում արդիկ իրար սիրում են Ուսում եմ գոռալ որ քեզ սիրում եմ ամեն տարի ավելի Մենք վերադարձանք ամանորյա այսքան գեղեցիկ երգերից հետո դիտենք գովազդ, գանք ու շարունակենք մեր զրույցը։ Մենք վերադարձանք եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր տաղավարում են AS Vocal Studio-ի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ավետիսյանը, Մանե Մաթևոսյանը եւ իհարկե նրանց շատ սիրելի սաները։ Եկեք խոսենք այն մասին, որ ձեր խմբում բոլորը երգում են Սարգիս ձեր իսկ հեղինակած երգերը։ Երգեր, որոնք համապատասխանում են երեխաներին, բնականաբար ամեն մեկն իր խառնվածքով, երգեր, որոնք որ պահպանում են բոլոր այդ մանկական ստանդարտները եւ նաեւ խոսենք այն մասին, որ այսօր YouTube-ում ունենալ 4-ից մինչև 7 միլիոն դիտում, լեզուս փաթ ընկավ, ինչպես նկատեցիք, դա շատ ու շատ հայտնի արտիստներին անգամ տրված չէ։ Դե, ինչն է գաղտնիքը, երգերն են, տեսահոլովակն է, երեխաներն են, ճիշտ մատուցումը։ Առաջին ինձ թվում է երգի ընտրությունն է, որովհետև իսկապես երգեր կան, որոնք որ պետք է ճիշտ ընտրել, ամեն արտիստի համար պետք է երգը ճիշտ ընտրել, որպեսզի տվյալները համապատասխանի տվյալ երգը երգելուն։ Համեստություն կա, բայց կասեմ, որ երգ ունենք ես եւ Աննան, մեր առաջին հեղինակային երգն է, դուետը, 32 միլիոն դիտողականություն ունի։ Ես ինչ թվերից էի խոսում, ներողություն եմ խնդրում 4-ի եւ 7-ի համար։ Հիանալի։ Ու ինձ թվում է բալիկների իհարկե տվյալներից են, ես եւս մեկ անգամ կկրկնվեմ, կասեմ, որ իրոք մենք մանեն ճիշտ է ասում, մենք ընտրում ենք այն տեսակ փոքրիկների, ովքեր բնությունից իսկապես օժտված են, հա, երգեցողություն ունենալու համար պետք չէ ժամանակի հետ, այսպես, հա, գալ հասնել ինչ-որ մի փուլի, որ ձեռք բերել ձայն, չէ, այդպես բան չի լինում է բնությունից ձայն, լինում է լսողություն, իսկ հետո արդեն իհարկե հղկվում է։ Զարգանում է։ Մանե, ինչ սպասումներ ունեք 2026 թվականից։ Ոյ, սպասելիքները շատ են, եւ անձնական եւ գործնական, բայց չեմ ուզենա բացեմ փակագծերը, որտեղ մենք շատ անսպասելի մարդիկ ենք, միշտ ասում են դուք այն տեսակի մարդիկ եք, որ չես կարող պատկերացնել վաղը դուք ինչ կարող եք անել, որտեղ մենք կարող ենք այսօր նստել, միասին քննարկել, վաղը ինչ-որ մի նախաձեռնություն անել ու մարդկանց մոտ այն տպավորությունը ստեղծվել, որ դա մենք ամիսներ շարունակ քննարկել ենք եւ իրենց ոչինչ չենք ասել։ Դրա համար շատ անսպասելի է մեր կյանքում միշտ լինում, ամեն լավ բան անսպասելի է լինում։ Այսպես ակնկալիքները շատ մեծ են, առաջ Աստված թող օրհնվեն բոլորի ընտանիքները, սրտերը, մարդիկ թող լինեն բարի, դա ամենակարևոր գրավականն է, կարծում եմ մարդու աշխատանքի եւ անձնականի մեջ։ Իսկ դուք ունեք շնորհավորանքներ։ Ամանորն է, պետք է շնորհավորել, չէ՞ բոլորին։ Շնորհավորեք։ Ես բոլորին մաղթում եմ հաջողակ տարի եւ թող բոլորի երազանքները դառնան նպատակ եւ իրականանան։ Ինչ լավ։ Դանի դու։ Շնորհավորում ես, շնորհավորես, չէ՞ դա։ Արի միասին շնորհավորենք բոլոր փոքրիկների ամանորը ու սուրբ ծնունդը, միանում ես ինձ։ Իրենց մաղթենք քաջ առողջություն։ Այո։ Շնորհակալություն։ Աննա։ Ես մաղթում եմ, որ այս տարին լինի խաղաղության տարի, բոլորը երջանիկ լինեն, ոչ մի դժբախտ բաներ չլինի ու թող միշտ մարդկանց հետ բարի լինի։ Ինչքան լավ ցանկություններ։ Շնորհակալություն բոլորին, ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, վստահ որ 2026-ում առիթ կունենանք դեռ շատ հանդիպելու, խոսելու այն բոլոր ձեռքբերումների մասին, որոնք կունենաք, իսկ մենք անցնենք առաջ եւ տեսնենք թե ինչ են պատրաստել մեր եթերում։